Բարի երեկո Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, կրկին հարցազրույց է մեզ մոտ եւ այսօր ես զրուցելու եմ սովորական քաղաքացու հետ, բայց ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող քաղաքացու հետ, ով սոցիալական ցանցերում պարբերաբար կիսվում է իր խոսքով, որը բավականին հետաքրքիր խոսք է, բավականին հետաքրքիր դիտարկումներ կան, Գևորգ Բարսեղյանի հետ եմ զրուցելու այսօր, բայց մինչև մեր զրույցը սկսելը կխնդրեի բաժանորդագրվել այս ալիքին, հավանել այս տեսանյութը, նաև գրել մեկնաբանություն, ակտիվ եղեք մեկնաբանություններում, գրեք թե ում կուզեիք լսել, ում հետ կարելի է հարցազրույց անել եւ այլն։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան։ Բարի երեկո։ Գիտեք, որ մեզ սպասում են ընտրություններ մոտ ապագայում, հունիսի 7-ին, եւ ընդդիմադիր դաշտում մի մեծ մասը մասնակցում է այդ ընտրություններին, արդեն պլանավորում են, բայց նաև կան գործիչներ, ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանի այդ ընտրությունների գնալը անիմաստ է։ Նա 2021-ին հաղթել է եւ հիմա էլ ամեն ինչ անելու է, որ հաղթի ընդհուպ, մինչեւ ընտրակեղծարարություն, ընտրակաշառքներ, վարչական ռեսուրս, ագրեսիվ քարոզչություն եւ այլն։ Ձեր դիրքորոշումը ո՞րն է որպես քաղաքացի։ Դուք հավատում եք ընտրություններով իշխանափոխությանն առհասարակ։ Նախ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Բնականաբար, եթե սթափ նայենք, բավականին բարդ բան է անազնիվ մրցակցության մեջ պայքարելը։ Իհարկե շատ բարդ է, բայց միանշանակ ասել, որ անիմաստ է ու միանշանակ ոչ մի բան չանելը, դա մոտավորապես հավասարազոր է նրան, որ ուղղակի մարդկանց կոչ անենք, որ Հայաստանում որևէ բան հնարավոր չի լինելու անել ու եկեք լքեք երկիրը։ Դա մարդկանց հիասթափեցնելու, ապա մոտիվացնելու շատ կարճ ճանապարհ է, որը որ միանշանակ չեմ կիսում, այդ մոտեցումը ես չեմ կիսում, էլ չեմ ասում այն, որ այն մարդիկ, ովքեր որ 1-1.5 տարի արդեն պարբերաբար խոսում են այս թեզի շուրջ, հավատացեք, նրանցից շատերը մոտակա 2-3 ամսվա ընթացքում բացահայտ կամ փողարկված քաղաքական քարոզ են իրականացնելու այս կամ այն ուժի օգտին, եթե հենց ինքները չառաջադրվեն։ Այսինքն այնուամենայնիվ կարծում եք, որ ընտրություններին մասնակցել պետք է։ Ընտրություններին մասնակցել միանշանակ պետք է։ Ընտրություններին պետք է մասնակցի հնարավորինս շատ մարդ, որովհետև շատ ծեծված արդեն բան կասեմ, որ ցածր մասնակցության ժամանակ իշխանական ընտրազանգվածը, որը որ ուզած թե չուզած մասնակցելու է մեծամասամբ, որովհետև այնտեղ կան լծակներ, այնտեղ կան ինչ որ ազգակցական, գործնական, փոխադարձ կախվածություններ, ակնկալիքներ, այդ մեխանիզմները, որոնք որ բոլորս արդեն որոնց որ բոլորս լավ ծանոթ ենք, գործարկվելու են եւ իշխանական ուժերը ստանալու են որոշակի տոկոս քվե։ Եթե նույնիսկ ոչ մի ընդդիմադիր չգնա քվեարկության, իշխանամետները գնալու են, որովհետև նրանք դրա համար ունեն հստակ մոտիվացիա։ Ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները միանշանակ պետք է գնան ընտրության, դա ամենաառաջին իմ կարծիքով ամենաառաջին նախապայմանն է, ու երկրորդ նախապայմանն այն է, որ եթե ոչ այս փուլում, ապա առնվազն ընտրություններին անմիջականորեն նախորդող 1-2 շաբաթվա ընթացքում, երբ մոտավորապես պարզ լինի քաղաքական ուժերի հնարավորությունները, յուրաքանչյուր իրապես անկախ ընդդիմադիր կողմնորոշման անձ պետք է քվեարկի այն ուժի օգտին, որի անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությանը ինքը հավատում է։ Ոչ թե այն ուժին, որ ուղղակի իր համար ամենացանկալին է, կամ ոչ թե այն ուժին, որի հետ որ ինքը ունի անձնական լավ հարաբերություններ, ակնկալիքներ, ուղղակի այն ուժերից, ընդդիմադիր ուժերից գոնե նրանցից մեկին, որը որ ունի անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ արդեն կա առնվազն 2 այդպիսի ուժ, որոնք որ բարձր վարկանիշ ունեն եւ մեծ հավանականությամբ կարող ենք ասել, որ անցողիկ շեմը հաղթահարելու են, թող այլ ընդդիմադիր ուժեր
միայն ուրախ կլինեմ, որ ավելանան այդ ցանկին, թող լինեն 3-ը, 4-ը, որքան հնարավոր է։ Բայց քվեարկել այնպիսի ուժի, որը որ բոլոր հարցումներով 0.1 մի քանի տասնորդական տոկոս վարկանիշ ունի, դա ուղղակի նշանակում է չգնալ քվեարկության, ուղղակի նշանակում է որևէ աջակցություն չտալ անցողիկ շեմը հաղթահարող ընդդիմադիր ուժերին։ Վերջի վերջո խորհրդանում հայտնվելու են, պայքար տանելու են անցողիկ շեմը հաղթահարածները, անցողիկ շեմը չհաղթահարողներին օժանդակությունը դա ոնց որ օվկիանոսի մեջ վարժակով ջուր ավելացնել է։ Պարոն Բարսեղյան, տեսեք, հիմա կարծես թե ուրվագծվում են խոշոր բլոկները, որոնց միջև լինելու է պայքարը։ Դա քաղաքացիական պայմանագիրն է, ով ասում է ես բերելու եմ խաղաղություն, տեսել եք այդ բրոշները Հայաստանի քարտեզով, ասում են հիմա խաղաղություն է, մեր իշխանությունը գալու է Ադրբեջանի հետ խաղաղություն բերի։ Հաջորդ բլոկը Ռոբերտ Քոչարյանն է, ով ասում է ես կգամ, նորմալ արժանապատիվ կբանակցեմ եւ նորմալ երաշխավորված ուրեմն անվտանգություն կբերեմ, հա, այսինքն հիմնական բանը անվտանգությունն է։ Սամվել Կարապետյանի թիմի այսպես ասած առաջնային պլանները կարծես թե տնտեսական են, 300,000 աշխատատեղ, նոր ձեռնարկություններ, բիզնես եւ այլն։ Եվ Արման Թաթոյանը հայաքվեի հետ, ովքեր ավելի շատ ժողովրդավարության, մարդու իրավունքների, ես ամենից այդպես եմ ընկալել։ Հիմա այս ամեն ինչի մեջ առաջնահերթությունը քաղաքացին ինչին պետք է տա եւ որ քաղաքական ուժին պետք է քվեարկի ձեզ։ Տեսեք, քաղաքացին ինքը ազատ է, քաղաքացին եթե ընդդիմադիր հայացքներ ունի, կարող է ընդդիմադիր ուժերից, այդ նշված ուժերից որևէ մեկին քվեարկել։ Իշխանականները բոլորին վախեցնում են, որ ընդդիմադիր ուժերը վերջում միավորվելու են, իհարկե դրանով նրանք վախեցնում են ոչ ազգային դիրքորոշում ունեցող քաղաքացիներին, որովհետև ազգային մարդկանց համար միայն լավ կլինի, որ ընդդիմադիր ուժերը իրականում միավորվեն։ Իսկ եթե մարդ կա, որ ինքը վախենում է ընդդիմադիր դիրքորոշում ունի եւ ինքը չի ցանկանում, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն մեկ այլ ընդդիմադիր կուսակցության շուրջ, այսինքն ինքը ընտրում է A ընդդիմադիր ուժին, բայց ինքը վախենում է, որ հաղթի B ընդդիմադիր ուժը եւ A ուժը ստիպված իր քվեները տա B ուժից վարչապետ ընտրելուն, պարզապես այդ մարդը թող ինքը գնա քվեարկի A ուժի օգտին, թող խրախուսի բացատրի իր ծանոթներին գնալ քվեարկել A ուժի օգտին, այդ դեպքում միգուցե A ուժը ավելի շատ ձայն հավաքի եւ B ուժը ստիպված լինի A ուժից ընտրել վարչապետ։ Այդտեղ առողջ մրցակցություն է եւ հաղթելու այն ուժը, ով որ ավելի ճիշտ կարողանա իր մեսիջը հասցնի հասարակությանը, իսկ հասարակությունը իհարկե արդեն ունի խնդիր մեսիջը ճիշտ ընկալել ու ճիշտ կողմնորոշվել, չտրվել մանիպուլյացիաներին ու սին խոստումներին, որովհետեւ ամենահեշտ բանը ընտրություններից առաջ խոստումներ տալն է, ուղղակի պետք է մի քիչ հեռուն նայել ու այդ մանիպուլյացիաներից զերծ մնալ։ Այնուամենայնիվ կարծում եք, որ ընդդիմադիր դաշտը, ընդդիմադիր քաղաքական ուժերը եթե անցնեն խորհրդարան, կոալիցիա կկազմեն։ Տեսեք, վերջերս Ռոբերտ Քոչարյանի մեծ միջոցառման ժամանակ նա հայտարարեց, որ ինքը ընդդիմության մեջ հակառակորդներ չի տեսնում, հայտարարեց, որ միակ մեր կոպիտ ասած հակառակորդը իշխանություններն են գործող, դրանից ես ենթադրում եմ, որ ենթադրում եմ իհարկե նման բան բաց տեքստով չի ասվել, բայց պատկերացնում եմ, որ ընդդիմադիր ուժերից առավել շատ ձայն ստացած ընդդիմադիր ուժի շուրջ պետք է որ եթե ամեն ինչ առողջ ձևով գնա, ձևավորվի ընդդիմադիր կոալիցիա։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիրը ինչ քարոզչություն է իրականացնում։ Ասում է նախկին նախագահները իշխանության են ուզում գալ, որպեսզի իրենց թալանը պահպանեն։ Սամվել Կարապետյանի մասով է։ Դե Սամվել Կարապետյանին թալանի մեջ մեղադրել չեն կարող։ Նրան մեղադրում են Ռուսաստանի գործակալ լինելու մեջ, ասում են Ռուսաստանն է փորձում իր մարդուն բերել Հայաստանում ղեկավար կարգել, ավելին Ռուսաստանից ընտրողներ պետք է ինչ-որ ճանապարհներով կան Հայաստան, տեսել եք առավոտի Ծիրիկուն, Դանիել Հովհաննիսյանը այստեղ այնտեղ դոշ է ծեծում եւ այդ ամեն ինչը ասում է։
Արման Թաթոյանին ասում են Սերժի մարդն է, չգիտեմ, Սերժ Սարգսյանի դրածոնը, այսինքն ամեն թեկնածուի քաղաքացիական պայմանագիրը մի պիտակ կպցնում է, հա, առանց որևէ հիմքի, առանց որևէ ապացույցի, գիտեք իրենց ուրեմն ոճը։ Այս պարագայում ընտրողները կարող են գիտակցված ողջամիտ ընտրություն կատարել, այսպիսի ագրեսիվ քարոզչության, մանիպուլյացիայի եւ ստի հաղթարշավի պարագայում։ Տեսեք, ագրեսիվ մանիպուլյացիոն քարոզարշավի դեմ այքայլու ամենատրամաբանական եւ ամենաաշխատող բանը իմ կարծիքով ուղղակի մարդկանց շատ պարզ, շատ ռացիոնալ ձևով մտքերը տեղ հասցնելն է։ Օրինակ այն առաջին դիտարկման մասին, որ իբր նախկին նախագահաները կամ նախկինում բարձր պաշտոնի եղած կամ նախկինում մեծ ունեցվածք ունեցած ուժերի ղեկավարները գալիս են իրենց թալանը պաշտպանելու, դա այնքան ծիծաղելի է թվում, որովհետև եթե հիշում եք, կներեք մարազմը նույնիսկ են 19 թվականին, չէ, առաջի անգամ ավարտեմ էլի, 19 թվականին առաջի անգամ Ռոբերտ Քոչարյանի դեմ, երբ որ իրենք գործ հարուցեցին, շատ անազնիվ եղանակով Ռոբերտ Քոչարյանին սկզբում որպես վկա հրավիրեցին, այնուհետև մեղադրանք առաջադրեցին, բայց ինչու՞մն է խնդիրը։ Ռոբերտ Քոչարյանը այդ բանը գտնվում էր արտերկրում։ Ռոբերտ Քոչարյանը եթե ցանկանար ինչ-որ ունեցվածք պաշտպանել, նա ուղղակի կվերցներ այդ ունեցվածքը, կգնար ինչ-որ երկիր ու կվայելեր իր կյանքը, նա չէր վերադառնա Հայաստան, նա չէր վերադառնա այստեղ այս ամբողջ փորձությունների մեջ 2.5 տարի բանտարկության մեջ լինելուն, նա իր ընտանիքին այստեղ չէր բերի, իր ազատ որդուն չէր մտցնի քաղաքականություն, որը որ եւս մի քանի ամիս կալանք կրեր։ Նույն ձև Սամվել Կարապետյանը ինքը արտերկրում բնակվող չափազանց մեծ կարողությունների, նյութական կարողությունների տեր մարդ էր ու ինքը Հայաստանում պաշտպանելու բան չունի, ինքը իր կապիտալը ինքնին ստեղծել է արտասահմանում, Հայաստանում նույնպես կա կապիտալ, բայց իր ունեցվածքի մեծ մասը գտնվում է արտասահմանում։ Այդ մարդը շատ հանգիստ կարող էր իր ծերությունը իր ընտանիքի հետ վայելել Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում ու բնավ կարիքը չուներ Հայաստանում պետական պաշտոն զբաղեցնելու, որպեսզի այդ ունեցվածքը իր մոտ մնար։ Դա լրիվ աբսուրդի ժանրից է, երբ որ նման բաներ են ասում ունեցվածք պաշտպանելու մասին, իսկ երբ այդ ունեցվածքը որակում են որպես թալան, այստեղ արդեն հարցեր են առաջանում, որովհետև թալան բառը օգտագործող ուժը արդեն 8-րդ տարին գտնվում է բարձրագույն իշխանության մեջ։ Այդ թալան բառը օգտագործող ուժի առաջնորդը հայտարարում է, որ Հայաստանում չկա մի դատավոր, որ վարչապետի հրահանգը չկատարի։ Եթե այդպես է, ու եթե կա թալան, ինչի չեն ապացուցել այդ թալանը, ինչի չեն գտել վերջը թալանչիները ովքեր են եւ ինչի չեն պատժել թալանչիներին։ Այդպես շատ տրամաբանական է, չէ՞, որ այդ թալան ասածը անիմաստ մի փուչի կա, որ որևէ ձև հիմնավորում չի կարող ստանալ։ Եթե ստանար, հնարավորություններ ունեն, չէ՞, իրենք հայտարարում են, չէ՞, որ բոլոր դատարանները իրենց են ենթարկում։ Այդ մարդկանց կտանենք ձերբակալեին եւ կդատեին։ Չեն արել, նշանակում է թալան չկա։ Թալան բառը շատ չափազանցացված, շատ մանիպուլյացիոն բառ է, որովհետեւ իհարկե կոռուպցիա միշտ Հայաստանում եղել է, ես չեմ ասում, որ որևէ մեկը բարձրագույն պաշտոնյաներից որևէ մեկը կատարյալ սուրբ է, բայց այդ բառերը, որ իրենք օգտագործում են, թվեր են, չէ՞, հնչեցրել։ Հիշում եք Ռոբերտ Քոչարյանի մասին ասում են 6 միլիարդ դոլար կարողություն ունի Ռոբերտ Քոչարյանը։ Այս վերջերս արդեն խոսում են մի քանի 100 միլիոնի մասին։ Եթե 6 միլիարդ դոլար կարողություն է ունեցել Քոչարյանը ու իրենք ասում են այդ գումարները թալանով ձեռք բերված, ուրեմն ասում են մի քանի 100 միլիոն։ Այն 5 ու մի քանի միլիոնը ինչի մոռացան, եթե կա, ինչի չեն խոսում։ Միգուցե հենց իրենք են այդ 5 միլիարդի շահառուները։ Սա այդ թալան պաշտպանելու թեզի հետ կապված, իսկ ինչը Դանիել Հովհաննիսյանի ու իր խմբակի ներկայացուցիչների ասացի մասին, որ ասում են պետք է արտասահմանից Ռուսաստանից քաղաքացիներ բերեն զորով, պետք է այստեղ կաշառքով ընտրության մասնակցեն։ Հիշում եք, որ 1.5 տարի առաջ այդ նույն արևմտյան գրասենյակներից դուրս եկող չինովնիկները չէ, ինչ որ ՀԿ-ների հետ ասոցացվող անհասկանալի անձիկ հայտարարում են, որ 12000 վագներական զինվորներ են գալիս Ռուսաստանից Հայաստան, որպեսզի իշխանությունը զավթեն։ Ուրեմն որ արդեն մեզ մի քանի օր էր մնացել, որ 12000 վագներականները գային Հայաստանում իշխանությունը զավթեն ու եկել չեկան այդ վագներականները։ Դա այդ մարդիկ եթե հայտարարություն են արել նախկինում,
շատ ցինիկ հայտարարություն են արել, հետագայում պարզվել է, որ այդ հայտարարությունը կատարյալ սուտ է, որն է հիմքը, որ քաղաքացին այս անգամ էլ հավատա, որ ընտրողներ են գալու ու կաշառքով ընտրությանը մասնակցեն։ Վերջի վերջո սուտը երկար կյանք չունի, չէ՞։ Բայց այդ սուտը իրենք հենց այդ է, որ Հայաստանում սուտը երկար կյանք ունի։ Խնդիրը դա է, պարոն Բաղդասարյան։ Օրինակ, գիտեք, 30 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը տարբեր բաներ է տարածել տարբեր մարդկանց մասին։ Օրինակ, այս վերջերս էլ այդքան չխորանամ պատմության մեջ, Սիսակ Գաբրելյանը օրինակ ասում է Ռոբերտ Քոչարյանը ունի կղզի։ Վաղը կարող է ասեն ընդհանրապես ողջ Աֆրիկա մայրցամաքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն մարդիկ դրան հավատում են։ Մարդիկ դրան հավատում են ու ունեն ակնկալիք։ Հիմա ընդդիմությունը ինչպես կարող է այս ցիկլը ջարդել, այս ստի եւ մարդկանց ասել, գիտեք ինչ կա, այս մինչ դուք սպասում եք, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ առեղծվածային թալանը հետ բերելու եւ բաժանի ձեզ, մենք կորցրել ենք Արցախը, մենք ունենք անվտանգային լուրջ խնդիրներ։ Սովորական քաղաքացուն սա հետաքրքրում է, թե ավելի շատ հետաքրքրում է այդ նախկին պաշտոնյաների նկատմամբ վրեժխնդրությունը, նրանց ունեզրկումը։ Տեսեք, մարդկանց միշտ այդպիսի էմոցիոնալ ենթատեքստով թեմաները միգուցե ավելի շատ հետաքրքրեն, բայց նման թեմաներին պատասխանելու համար նույն դաշտ գնալը եւ նույն ձև էմոցիոնալ շատ երկար, բարդ, ծավալուն պատասխաններ տալը այդքան էլ արդյունավետ չի։ Եթե 20 րոպե ինչ որ խոսում է թալանի մասին, դրա պատասխանը կարող ուղղակի մեկ բառ լինի. ուր է թալանը։ Ուր է։ Այդքանից հետո երրորդ բառը արդեն ասելու կարիք չկա, դու մարդը ուղղակի որ լսել է արդեն այդ 20 րոպեն, ինքը իր մեջ իրեն այդ հարցը տա, այդ թալանի մասին որ խոսում են, ուր է այդ թալանը։ Դե ինչ որ գումար այնուամենայնիվ մարդիկ հետ են տվել, երևի շատերն էլ դատական այդ քաշքշուկից խուսափելու իշխանական ճնշումներին չեն ենթարկվել։ Իդեպ ովքեր են հետ տվել, նախկին նախագահներից որևէ մեկը պետությանը ինչ որ գումար չի տվել, առավել եւս հետ տվել։ Այստեղ էլ է շատ հետաքրքիր հարց առաջանում, որ կոռուպցիայի մասին խոսակցությունները, որոնք որ վերագրվում էին երկրորդ, երրորդ նախագահներին, բացի այն, որ իրականում նման ծավալներ չեն ունեցել, դրանից բացի նաև այդ կոռուպցիոն process-ները անմիջական են, որքանով որ տեսնում ենք, հենց երկրորդ, երրորդ նախագահների հետ չեն փոխկապակցված, որովհետև եթե ինչ որ գումար են վերցել մի մարդուց, ինչի նույն ձևով երկրորդ, երրորդ նախագահներից ինչ որ գումար պետությունը չի վերցրել կամ հետ վերցրել, եթե իրապես դա խլված գումար է եղել պետությունից։ Եթե չեն վերցնում երկրորդ, երրորդ նախագահներից, վերցնում են այլ մարդկանցից, նշանակում է միգուցե այդ թալան կոչվածը լրիվ այլ տեղում է։ Դե օրինակ մենակ դրա հետ կապված չի, պարոն Բարսեղյան, տեսեք, միշտ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էին մարտի 1-ի մեջ, չէ՞։ Բայց դատական երկար տարիների քննությունից հետո պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն անմեղ է։ Դա դատական ակտ է, Սահմանադրական դատարանը ի վերջո եկավ այն եզրահանգմանը, որ այն մեղադրանքը, որով Ռոբերտ Քոչարյանին այդքան ժամանակ ապօրինի կալանքի տակ էին պահում, հակասահմանադրական է։ Նույն կերպ օրինակ Գագիկ Ծառուկյանին մեղադրում էին ընտրողներին կաշառք տալու մեջ, դատարանով անմեղ ճանաչվեց, չէ՞։ Այսինքն նույնիսկ երբ որ դատական process է ընթանում, մեծ մասամբ մարդիկ անմեղ են դուրս գալիս, այս իշխանության պարագայում նույնիսկ։ Այսինքն այդ ճնշումները, այդ ամեն ինչը ի վերջո այնքան աբսուրդ են այդ քրեական գործերին, որ նույնիսկ այդ պարագայում չեն կարողանում ինչ որ իշխանության համար նպատակահարմար ելք ունենալ։ Տեսեք, իշխանությունը ինչքան շատ է, չէ, բարձրաձայնում, երբ որ այդ քրեական գործերը հարուցվում են։ Նույն չափով կամ նույնիսկ դրանից ավելի շատ աղմուկ պետք է բարձրացնի այդ քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրաված կողմը եւ մի քանի անգամ ավելի շատ հասարակությանը հասնի այն մեսեջը, որ այդ մեղադրանքները ոչ այլ ինչ են եղել, քան ուղղակի կեղծ մեղադրանքներ, շանտաժ, իրականությանը չեն համապատասխանել։ Նույնիսկ եթե դրանով հակընդդեմ որևէ հայց չի ձեռնարկվում, գոնե հասարակությանը պետք է հասցնել, որ իրենց բարի համբավը արատավորած այդ գործողությունները որևէ հիմք չեն ունեցել։ Այո։ Իդեպ Սամվել Կարապետյանի հետ կապված, երբ ասում են, որ նա Ռուսաստանի դրածոն է, ես հիշեցի, որ նույն բանը ասում էին նաև Ռուբեն Վարդանյանի հետ կապված, ով
եկավ Արցախ, իր ունեցվածքը իր ամեն ինչը թողեց եւ այժմ ապօրինի գտնվում է Բաքվի բանտերում։ Մի ուրիշ հարցի մասին էլ կուզեի խոսեինք, ձեր կարծիքը որպես քաղաքացի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը վերջերս աշխատանքից ազատեց Ցեղասպանության թանգարանի տնօրենին, որտեղ նա ուրեմն մի գիրք էր նվիրել J.D. Vance-ին, որում խոսվում էր ցեղասպանության ժամանակ ամերիկյան մամուլի անդրադարձների մասին։ Բացի այդ, հայ առաքելական եկեղեցուն Եվրոպայի խորհրդի ուրեմն ամբիոնից մեղադրեց Ադրբեջանի դեմ պատերազմ հրահրելու եւ պատերազմի կուսակցության ուրեմն ղեկավարումը ստանձնելու մեջ, նույնիսկ ասում են հոգևորականները պատերազմի ժամանակ ասում են Աստված օրհնի Արցախի հանրապետությունը եւ դա պատերազմի կոչ է։ Քաղաքացիները պետք է օգտագործեն Արցախի հանրապետություն, հայ մարդը պետք է Արցախի հանրապետություն, Արցախ բառերը այլևս օգտագործի այն պարագայում, երբ որ մենք գնում ենք Ադրբեջանի հետ խաղաղության։ Միանշանակ պետք է օգտագործի, բայց ես փորձեմ այդ երևույթը նկարագրեմ, որ իշխանությունները, դե ֆակտո իշխանությունները օգտագործում են ցանկացած ազգային որևէ մի գաղափարի դեմ, լինի դա հայկական որևէ սիմվոլ, դա լինի Արցախը, լինի հայկական զինված ուժերը, զինվորի կերպարը, ամեն ինչի դեմ նրանք պայքարում են։ Մի հատ համեմատություն բերեմ, էլի, եթե որոշ չափով sense պատկերացում ունենք, չէ՞, քրեակատարողական հիմնարկներում, հատկապես ինչ որ պատմություններից, ֆիլմերից, մի մարդ եթե այդ հիմնարկներում ստանում է, որ ինչ ամենացածր կատեգորիայի ինչ որ մի հատ կլիշե, դառնում է նորմալ մարդկանց համար ոչ հավասար մեկը, ավելի ցածր մեկը, նրա այդ որևէ մեկը չի շփվում, նրա որևէ մեկը կարծիք չի հարցնում, նրա այդ բացարձակապես որևէ մեկը հաշվի չի նստում, ձեռք չի սեղմում։ Նման մի մարդուց ակնկալել, որ նա իր միջավայրում կարող է եղանակ փոխել, առնվազն ծիծաղելի կլինի։ Այդ նման կատեգորիայում է, նման իրավիճակում է հայտնվել Հայաստանի այսօրվա ղեկավարությունը։ Եթե ոչ ի սկզբանե, ապա առնվազն պատերազմից հետո, որ շատ ցավալի է ինձ համար, որովհետև այդ մարդիկ փաստացի ներկայացնում են այս երկիրը։ Հայտնվել է իսկապես այդ ներուկապաժատնի կոչվող կատեգորիայի մեջ ու քաղաքականության մեջ, միջազգային քաղաքականության մեջ նրան վերաբերվում է որպես այդպեսին։ Փաշազադեն կարող է հայտարարի մի օր, որ պետք է հայկական եկեղեցու դեմ պայքարեն, եւ այս մարդը միգուցե չուզելով, չնայած ես կարծում եմ, որ լավ էլ մեծ սիրով, բայց միանգամից ենթարկվում այդ պահանջներին ու անում այդ ամեն ինչը։ Եթե մի օր ասեն, որ պետք է մենք հայերեն չխոսենք, որովհետև հայերեն խոսելը ադրբեջանցիներին վիրավորումական պատերազմի կոչ է հանդիսանում, վստահ եղեք, որ նրանք մեզ կհրահանգեն հայերեն չխոսել։ Ու վստահ եղեք, որ կլինեն մարդիկ, ովքեր այդ ամեն ինչը կարդարացնեն, կգտնեն ինչ-որ բացատրություններ, թե ինչի ես եւ դուք պետք է հայերեն չխոսենք, բայց այդ ամեն ինչին վերջի վերջո պետք է լուրջ չվերաբերվել, այդ ամեն ինչը մի օր պետք է վերջանա։ Կլինի դանդրություններով, կլինի այլ մի ձևով, պետք է մարդիկ պայքարեն այս ամեն ինչի դեմ, որովհետև սա իսկապես փակուղային մի բան է, համ ազգի համար, համ պետության համար։ Մենք ինչքան բան կորցրեցինք, չէ՞, վերջին տարիներին, տարածքներ, հազարավոր մարդկանց կյանքեր կորցրեցինք, ազգային արժանապատվություն կորցրեցինք, ելի շատ բաներ կորցրեցինք ու իսկապես այն մտահոգությունները, որ սա վերջում գնալու է մեր պետության կորստին, իսկապես հիմնավոր են։ Եղավ, շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք process-ներին, կարծում եմ էլի առիթներ կունենանք հետաքրքիր այս թեմաները հանրությանը հետաքրքրող քննարկելու, իսկ մեր հեռուստադիտողին կրկին խնդրեմ, որ բաժանորդագրվեն ալիքին, հավանեն այս տեսանյութը եւ իրենց կարծիքը գրեն այն հարցերի վերաբերյալ, որոնք մենք քննարկեցինք։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, տեսություն։